Սմբուկի սիրահարների համար այսօր բացահայտում ենք նոր ու չափազանց համեղ բաղադրատոմս։ Տապակած սմբուկ, հյութե խավի միս, թարմ գազար և նուրբ կաթնաշոռային պանիր փաթաթված փափուկ լավաշի մեջ։ Ստացվում է անչափ համեղ, հյութալի և հագեցնող ռուլետ, որը հրաշալի է թե տաք, թե սառը մատուցելու համար։ Մեկ անգամ պատրաստելուց հետո վստահեցնում եմ բաղադրատոմսին անդրադառնալու եք շատ անգամներ։ Պատրաստման համար մեզ անհրաժեշտ է եփած հավի միս, կաթնաշոռային պանիր, մի փոքր փունջ սամիտ, սմբուկ, գազար, 1 ձու, մի քանի ատամիկ սխտոր, լավաշ և համեմունքներ։ Կեղևազատում ենք սմբուկը և բարակ-բարակ շերտատում ենք, որպեսզի դառնա համը դուրս գա, վրան աղենք ցանում, թողնում ենք 15-ից 20 րոպե։ Եթե սմբուկը այսպիսի բաց կանաչ երանգ ունի, վստահ կարելի է ասել, որ այն դառնահամ է պարունակում և պետք չէ անմիջապես տապակել։ Մանր խորանարդների ենք բաժանում կես կիլոգրամ խաշած հավի ազդրամիս, կարելի է օգտագործել նաև հավի կրծքամիս, այդ դեպքում բաժանեք մանրաթելերի։ Լավաշով այս ռուլետի մեջ բաղադրիչները այնքան իդեալական են համադրված, որ անհնար է բավարարվել 1 կտորով, ունի գեղեցիկ շքեղ կտրվածք, կարելի է պատրաստել նաև տոն օրերին։ Քերիչի խոշոր անցքերով անց ենք ասնում 1 թարմ գազար, մանր կտրատում ենք մի փոքր փունջ սամիտ, ցողունային հատվածները չենք օգտագործում, որպեսզի ստանանք իդեալական արդյունք։ Սմբուկը չորացնում ենք խոհանոցային անձեռոցիկներով, այնուհետև տապակում ենք բուսայուղի մեջ։ Չնայած որ պատրաստելիս սունկ չենք օգտագործում, ճաշակելիս զգացվում է նաև սնկի առկայություն, ինչը բնորոշ է տապակած սմբուկով պատրաստված գրեթե բոլոր աղցաններին և ռուլետներին։ Սմբուկը տապակելուց հետո դնում ենք ցանցի կամ խոհանոցային անձեռոցիկների վրա, որպեսզի ավելորդ բուսայուղը դուրս գա։ Բոլոր բաղադրիչները նախապատրաստեցինք, մնում է միայն փաթաթենք ռուլետը։ Ինչպես տեսնում եք, ամենապարզ բաղադրիչներով պատրաստվող հեշտ բաղադրատոմս է, սակայն վերջնական արդյունքը գերազանցում է բոլոր սպասելիքները։ Երկու պատառաքաղների օգնությամբ կամ ձեռքերով սմբուկը բաժանում ենք երկար կտորների, որպեսզի ճաշակելիս հեշտ լինի։ Պատրաստման համար մեզ անհրաժեշտ է 2 մեծ լավաշ, կտրում ենք ծայրի կոշտ հատվածները և առաջին լավաշի վրա քսում ենք կաթնաշոռային պանիր։ Կաթնաշոռային պանիրի փոխարեն կարելի է օգտագործել թթվասեր կամ մայոնեզ, սակայն այս տարբերակով ավելի համեղ է ստացվում, ընտրեք ձեզ համար ավելի հարմար տարբերակը։ Լավաշի առաջին շերտի վրա դնում ենք երկրորդ շերտը, վրան կրկին քսում ենք կաթնաշոռային պանիր, ավելացնում ենք նաև 2-ից 3 ատամիկ սխտոր։ Բարեկամներ, այս ռուլետը կարող եք պատրաստել բաղադրիչները մի փոքր փոփոխելով, կարող եք ավելացնել 1 բուռ մանրացրած ընկույզ և տապակած շամպինյոն, համերը համապատասխանեցրեք ձեր քիմքին, բոլոր տարբերակներով էլ համեղ է ստացվում։ Առաջինը դնում ենք սմբուկի շերտը, վրան ավելացնում ենք քերած գազարը։ Իմ ալիքում կարող եք գտնել լավաշով ռուլետի ևս մի քանի համեղ բաղադրատոմս, բաղադրատոմսի հղումներ կթողնեմ նկարագրությունների բաժնում։ Որպեսզի միջուկը չոր չստացվի, අවելացնում ենք 2-ից 3 ճաշի գդալ թթվասեր։ Հաջորդը հավի մսի շերտն է, վերջում ավելացնում ենք մանր կտրտած սամիթը, ըստ ճաշակի համեմում ենք աղով և սև պղպեղով։ Բարեկամներ, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին, անպայման բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը, հայկական խոհանոց ալիքում կգտնեք շատ համեղ և հետաքրքիր բաղադրատոմսեր։ Լավաշի ծայրերը առաջ ենք բերում և որքան հնարավոր է ամուր փաթաթում ենք։ Կարող եք փաթաթել սննդային թաղանթով, դնել սառնարան և 1 ժամ անց մատուցել։ Տեսեք ինչ շքեղ կտրվածք ունի, ախորժելի տեսք ունենալու համար ես դնում եմ ջեռոցը։ Ռուլետների վրա քսում եմ 1 հարած ձու, ավելացնում եմ քունջուտ և դնում եմ ջեռոց, թողնում եմ 5-ից 7 րոպե, այսպես լավաշը կարմրում է և ստացվում է խրխրթան։ Կարելի է մատուցել և տաք և սառը վիճակում, երկու տարբերակով էլ հրաշալի է ստացվում։ Այսօր էլ լավաշով, տապակած սմբուկով նման շքեղ ռուլետի բաղադրատոմս, որը կզարդարի ցանկացած տոնական սեղան։ Դուք էլ պատրաստեք, վստահ եմ շատ կհավանեք։ Առայժմ